Երբեք թե ձմեռ պապից, թե Աստծուց նյութական ոչինչ չեմ խնդրել, քանի որ երբևէ ինչքան նյութական բան խնդրել եմ, ստացել եմ, հասկացել եմ ինչ հիմար բաներ, որ ես այսքան խնդրել եմ։ Մեր փոքրիկ խմբակը, որ ասել էր, բան են անում, գումարներ են բաժանում, ես իմ 40,000 դրամն եմ ուզում նյութականից։ Հիշել եմ, ոնց որ չտվեցին ինձ, նորից չէի ուզելու։ Ես իմ 40,000-ն եմ ուզում։ Ես նյութական նվերներ չեմ ուզում եմ խաղաղություն, ուզում եմ երջանկություն եւ ուզում եմ, որ իմ շրջապատում բոլոր են մարդիկ, ում ես հանդիպում եմ, լինեն առողջ, փորձանքներից հեռու եւ երջանիկ։ Այսինքն պարգևավճարներ, բարձր աշխատավարձ, չգիտեմ, ինչ որ տենց բաներ չեք ուզում։ Չէ, ես շատ հարմարվող մարդ եմ եւ իմ կյանքի ընթացքում ամենացածրից մինչեւ հնարավոր ամենաբարձր աշխատավարձը ստացել եմ, սա չի համարվում իմ ստացած ամենաբարձրներից եւ ես շատ արագ համակերպվում եմ յուրաքանչյուր եկամուտի շրջանակներում, կարողանում եմ իմ բոլոր պարտավորությունները իրականացնել։ Իսկ ում կուզենաք, որ ԱԱԾ-ն դիմակավորված ներխուժի բնակարան ծեփի պատերին, փռի ասֆալտին եւ այսպես քերելով տանի падվալները ԱԱԾ-ի։ Բոլոր են մարդկանց, որոնք Հայաստանի պետականությունը դնում են հարցականի տակ եւ որոնք արժանի են, որպեսզի ԱԱԾ-ն իր այդ գործիքակազմն օգտագործի։ Ես կոնկրետ անուններ չտամ, Հրիփսիմե ջան, բայց կուզեմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունվարի 1-ից սկսած գործի օրենքը, եթե պետք է գնա Նիկոլ Փաշինյանի հետևից, թող գնա։ Խնդիր չեմ տեսնում։ Ես նման իրավիճակներից լինեն նույնիսկ դրանք ընդդիմադիր, նույնիսկ ինձ վատ վերաբերվող մարդիկ նման իրավիճակներից հաճույք չեմ ստանում եւ սիրտս ամեն անգամ ցավում է, որովհետեւ բոլորն էլ մեր հայրենակիցներն են։ Ես ոչ մեկին, անգամ նրանց, ովքեր այս ոտնձգությունները կատարում են, ես իրենց չեմ ցանկանում իրենց նկատմամբ օրենքի խախտում։ Իրենք պատասխան կրելու են օրենքի առաջ, բայց օրինական ձևերով։ ԱԱԾ-ից ես ակնկալում եմ, որ 2026 թվականի ընթացքում մի հատ սև պարկ նախատեսեն, մոտ մի 2 մետր չափի, քաշեն Նիկոլ Փաշինյանի գլխին ու շատ հանգիստ բանտիկը կապեն վրան ու տեղափոխեն իրանց մեկուսարան։ Դա առանց բիրտ ուժ կիրառելու, առանց ուղղակի նույնիսկ ասենք իրան բուժող բժշկի հետ միասին, ասենք բժիշկը հանգստացնող նախապես մի հատ նյութ ներարկի, որպեսզի պացիենտը շատ ագրեսիվ չդրսևորվի այդ ժամանակ, դրանից հետո այդ պարկը դնեն գլխին, տեղափոխեն քննչական մեկուսարան։ Միակ ցանկը երևի, եթե դա կլինի այդ ձմեռ պապիկի նվերը, այսինքն ես ձմեռ պապիկից ուզում եմ, որ նա ոչ թե նվեր բերի, այլ իր բերածը տանի, եթե իհարկե դա ինքն է բերել, էլի։